Հայաստանում ծայրահեղ աղքատությունը 0,6% է, իսկ միջին աղքատությունը 21,7%։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024-ի ցուցանիշները։ Նշվում է, որ նախորդ տարիների համեմատ հետազոտությունն իրականացնելիս որոշակի ճշգրտումներ են արվել։ Այդ իսկ պատճառով 2023 թվականի միջին աղքատության 23,7% եւ ծայրահեղ աղքատության 1,1%-ը տվյալ դեպքում համադրելի չեն։ Քաղաքային աղքատության մակարդակը 19,3%, գյուղականը 26% է։ Աղքատության միջին գծում գտնվողների ամսական սպառումը մինչև 53,420 դրամ է, ծայրահեղ աղքատներինը մինչև 29,196 դրամ։ Այս թվերը խոսում են այն մասին, որ կառավարությունը իրականացնում է բավական ջանքեր եւ ծրագրերն արդյունավետ են այդ ոլորտում հաղթահարելու աղքատությունը եւ նախորդ տարի 24 թվականին մշակված եւ իրականացված ծրագրերը հիմնականում ռազմավարությունները սոցիալական ապահովության ոլորտում բերում են հենց նրան, որ մարդկանց տնտեսապես հզորացման միջոցով փորձենք դուրս բերել աղքատությունից կամ աղքատության նպաստի համակարգում թողնել դրա իրական շահառուներին, այսինքն ծայրահեղ աղքատներին։ Տվյալները հանձնաժողովի նախագահը գոհացուցիչ է համարում։ Հերիքնաց Տիգրանյանի խոսքով պետությունն իր ռազմավարություններում առաջնահերթություն է տալիս մարդկային կապիտալին եւ փորձում կրթության ու աշխատանքի միջոցով մարդկանց հանել աղքատությունից։ 25-ի համար ակնկալում ենք ավելի լավ ցուցանիշներ, այն առումով, որ 25 թվականի մարտից երկու մարզերում մեկնարկեցին ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը Կոտայքի եւ Սյունիքի մարզերում եւ թիրախը այն է, որ այդ նպաստը որպես ժամանակավոր աջակցության միջոց հասնի իրական իր շահառուներին, իսկ բոլոր նրանք, որոնք կարող են տնտեսապես հզորանալ կամ աշխատանք ձեռք բերելու միջոցով դուրս գալ աղքատությունից, նրանք կարողանան այդ նպաստը չդիտել որպես եկամուտի հնարավոր աղբյուր։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում աղքատության նվազմանը նպաստող գործոնները մի քանիսն են համարում։ Սկսած տնտեսական աճից, աշխատատեղերի ավելացումից, միջին աշխատավարձի ավելացումից, համախառն ներքին արդյունքն է մեկ շնչի հաշվով բավականին աճել նախորդ տարիների համեմատ։ Գյուղատնտեսական արտադրանքի գներն են նվազել նախորդ տարվա համեմատ եւ իհարկե այս մեր բոլոր ոլորտներում վարվող քաղաքականության արդյունքը այս ամբողջ համախումբը հաշվի առնելով ունենք այսօրվա պատկերը։ Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված է 2026 թվականին իսպառ վերացնել ծայրահեղ աղքատությունը եւ այդ ուղղությամբ մի շարք քայլեր են կատարվել, շեշտում է Արտակ Հարությունյանը։ Կենսաթոշակների նպաստների չափերի պարբերական ավելացումները, նվազագույն աշխատավարձի բարձրացումը, հետվճարի գաղափարի ներդրումը, անապահովության գնահատման նոր համակարգը, որը ըստ էության ուղղված է հենց ծայրահեղ աղքատության վերացմանը, եւ ընդհանրապես սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բոլոր գործողությունները, մեր բոլոր ծրագրերը ուղղակի կամ անուղղակի կապ ունեն աղքատության հետ։ Այս տարվա աշխատանքի արդյունքը աղքատության վրա տեսանելի կլինի 2026-ի վերջում։ Տեմպերից գոհ ենք, ցույց են տալիս նաև այսօրվա իրականացվող գործողությունները, հետագայում կատարվելիք քայլերը, օրինակ համընդհանուր առողջապահության համակարգի ներդրումը ասատիր ազդեցությունը կունենա։ Անապահովության գնահատման համակարգի նոր համակարգի ներդրումը ամբողջ հանրապետությունում իր արդյունքները կունենա։ Հերիքնաց Տիգրանյանը վստահ է, որ ծայրահեղ աղքատությունը վերացնելու թիրախը 2026-ին կատարված կլինի։ Օրինակ, ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը, որը 26 թվականին կկիրառվի արդեն ամբողջ հանրապետությունում, իրական պատկեր կտա, թե որքան նպաստառու կա։ Իսկ այն ընտանիքները անձինք, որոնք նպաստի համակարգում չպիտի լինեին, ուղղակի դուրս կգան համակարգից։ Եվ դրան կնպաստի նաև այն ծրագրերը, որոնք անում ենք զբաղվածության ռազմավարության շրջանակում, այսինքն թիրախավորում ենք կոնկրետ չաշխատող չսովորող երիտասարդներին, առաջարկելով զբաղվածության ծրագրեր, վերարտադրողական տարիքում գտնվող անձանց վերաինտեգրում ենք աշխատաշուկային, որովհետև նրանք մի պահ երեխայի խնամքով պայմանավորված կարծես դուրս են մնում աշխատաշուկայից, եւ նաև հանել ենք տարիքային սահմանափակումը, որպեսզի մեր ավագ սերունդը եւս կարողանա իր հմտություններով եւ գործնական հատկանիշներին համապատասխան շարունակի երկար մնալ աշխատաշուկայում։ Միևնույն ժամանակ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալի Հայաստանում մանկական աղքատությունը գնահատվում է 28%։ Նիկոլայ Ավետիսյան, Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։